Բոլորիս տրամադրությունը արդեն ամառային է, իսկ այդ նշանակում է, որ բոլորս ուզում ենք գնանք հանգստանալու մեր ուզած տեղերը, բայց միակ տարբերակը բաժանորդագրվելն է։ Բաժանորդագրվի նորալիքի YouTube-ի ալիքին, գրի կոմենտ, սեղմի զանգակի վրա ու անպայման այս տարի կգնաս քո երազած տեղը։ Նորմալ տեղ երազել ինձ Սոչի։ Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Գիտեք, դժվար է ասել, ինքը օրինակ իմ համազգան ունեցող Արմենը Պետրոսյանը ինքը ասենք օրինակ գնացել են Եգիպտոս, դե մենք էլ ենք մամայի կողմը, էլի Արմեն Պետրոսյանը, ասենք Որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Ay շանտական, արագ ուրիշ ջան միթապեկան նկարին սա Հայաստանով հայտարարել են, ախտերս թույլ է կանին Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Հարց է տվել մարդը պատասխանի։ Դե ամառը մի քիչ ինքը հարաբերական ասած բան է, ընդհանուր տենց տենանք էլի ոնց կստացվի։ Տենանք, Գեղեցկուի ջան, տենանք, այս 16 տարի է, ենք լսում էլի։ Հա, տենանք մարդի, սա մեր մի բան կանենք, տենանք ինչ են կարող անենք, ըստ այդմ կտենանք ինչ են կանում, կանենք կլինի մի բան հաստատ։ Գիտես ես երբ կհանգստանամ, երբ որ մեռնեմ ու պրծնեմ քեզանից, Դու գիտես երբ կհանգստանաս, որ ես որ հեսա քեզ տանեմ տունը հանգստացնեմ, դու կհանգստանաս, շնորհակալություն եթերի համար։ Բարև ձեզ պապի ջան, կասեք որտեղ եք պատրաստվում հանգստանալ։ Երևի հենց տեղ է կհանգստանամ։ Որը լատվականն է։ Են ամերիկան, ինչ անջատեցին, նայում ենք։ եթե ուղղակի բացատրեն, ինքը Թայլանդի դեսպանատունը, դե Թայլանդում գիտեք, հայտնի հանրահայտ Ժան-Կլոդ Վան Դամը, դե կինոնկար ունի, չէ, որտեղ բոքսը եւ Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Ճիշտ ասած այս ամառ տանը, երևի տանը կհանգստանամ, դե տանից լավ տեղ որտեղ պետք է հանգստանաս։ Ասենք առավոտը արթնացար, դուրս եկար պատշգամբ, կոֆեն դրեցիր, քո համար վայելեցիր օրդ։ Տանից լավ տեղ չկա։ Շատ լավ, իսկ որտեղ է ձեր տունը։ Բարսելոնայում։ Բարսելոնա։ Այո։ Բարև ձեզ, ինչպես եք պատրաստվում հանգստանալ։ Դե ես ակտիվ հանգստի սիրահար եմ, սարեր, ձորեր, լեռներ, գետեր, ծառեր մագլցել եմ սիրում։ Ոյ, իսկ եթե ակտիվ կյանքի հա, սիրահար եք, ինչ եք այստեղ պարկած։ Արա քուրիկ ջան, ես ծառից եմ ընկեմ, այդ սկորի զանգի գան օգտեն։ Բարև ձեզ, որտեղ եւ ինչպես եք պատրաստվում անցկացնել ձեր ամառային արձակուրդները։ Ես մի հատ կներկայանամ։ Այժմ ձեր համար կխզարի, քոքից կկդրի կհանի, կեղի ու կտեղի, դրուժբով արմատից կգողական Վարավսկոյի շանսոնի արքա Դոնկայո։ А для вас я никто, как и вы для меня, а для вас я никто. Դոնկայո, Շենգավիցի, Վարավսկոյի, երկիչ շանսոնի հեր, Քարփինջի զավոտի։ Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ կերակ է ժողովուրդ, ծծիկ է ժողովուրդի արունը, կերակ սա ժողովուրդի արունը։ Ով։ Դու։ Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Ես այս ամառ 3 ամսով լինելու եմ Դուբայում։ Փաստորեն բավականին մեծ գումար եք պատրաստվում ծախսել։ Ոչ, փաստորեն մեծ գումար եմ աշխատելու։ Փողոցներում Երևանի գետնանցիներում լոլիկ վաճառում են, լոլիկա, դե մի անգամ ես որ պիցա կերա, Ես այդ օպերայի դեպի տրատուարի դե բան Ներեցեք, բարև ձեզ։ Զանգ եմ կամերա եկավ, հաղորդում եմ։ Բարև։ Որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Հանգիստ Հայաստանում, իհարկե Հայաստանում։ Բայց որտե՞ղ, Հայաստանից նավթ կա յանի։ Դե օրինակ շատերը մեկնում են Եգիպտոս։ Դե ջիջ Եգիպտոս այդ ցավը տանեմ, ասենք Դիլիջանը պակաս Եգիպտոս, ասենք մտ գնացեք Դիլիջանում հանգստացեք, Դիլիջանի այդ պավարոտների վրի կուկուրուզը մի հատ կերեք, ասենք այդ իմանաք որն է հանգիստը։ Իսկ միգուցե Եվրոպա։ Դա ցայիշ Եվրոպա, ասма Եվրոպա, Դիլիջանը պակաս Եվրոպա։ Գնացեք մտածեք Դիլիջանի այդ պավարոտներ կուկուրուզներս այդ աղը լավ ցանեք այդ կուկուրուզները կերեք, կարա որ իմանաք հանգիստը որն է։ Լավ, իսկ եթե գաղտնիք չի դուք որտեղ եք աշխատում։ Ես բանը Դիլիջանի պավարոտների վրա կուկուրուզ եմ ծաղ։
եկեք ընդ։ Եկեք։ Բարև ձեզ։ Որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս համար։ Վաշմիտե։ Այսինքն Հայաստանում եք ուզում հանգստանալ։ Չէ։ Բա ինչ եք ցանկանում։ Ես ցանկանում եմ, որ 50 բալանոց երկրաշարժ լինի։ Բոլորը մեռնեն, մնամ մենակ ես։ Բարև ձեզ։ Որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամռանը։ Հանգստանալում դեռ ժամանակ է, դեռ կհասցնենք հանգստանալ։ Մեկ բան ասեմ ձեզ, էլի, ես Da Vinci Sushi-ում առաքիչ եմ աշխատում։ Մեկ հարց ունեմ, էլի, այս չեք ամաչում։ Da Vinci Sushi-ի Instagram-ի էջի գողացակ։ Այդ տեսեմ եմ աղջիկները մեղք են, այդքան տանջվել լավ էջն սարքել, որ գողանայք։ Հիմա էլի կսարքենք, դա չի խնդիրը։ Всё, այսքան է, 11 դրոպ եկը։ Այն կողմից։ Մերսի։ Բարև ձեզ։ Որտեղ եք պատրաստվում հանգստանալ։ Ես մենք փաստորեն հանգստանում ենք, հա։ Ես գիտեմ մենք առավոտից իրիկում պախա տնելու համար ենք մենակ։ 12 տարեկանից աշխատում եմ, ասեմ իմացեք։ Դրել եք լուրջ հարցերով զբաղվեք, այ աղջիկ ջան, հետաքրքրվեք, տեսեք, ես մատնաքաշես եւ բանից 300 դրամ դառավ։ Դրել եք եք հագնեք, չեք հանգստանում, մենք առավոտից պախա տնենք։ Բարև ձեզ, ինչպես եք անցկացնելու ձեր ամառային HDMI կաբելները ինքը ժամանակին երբ որ արդեն ներմուծեցին Հայաստան, դες ինչպես գիտեք, էլեկտրոնիկայի խանութում տնօրեն է աշխատում։ Բարև ձեզ։ Որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Քուրս պատական անցորդներին այտենց անկապ հարցեր տալու տեղը ախպեր ջան։ Ավելի լավ էս 12 շենքի ջրերը տվեք, մտնենք լողանանք։ Որ լողնանք արդեն կհանգստանանք, ցավը տանենք։ Հա՞, ինչ ասես, Ենոք ջան։ Բարև ձեզ։ Որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Այս համար ես պատրաստվում եմ իմ ճաշերի հետ գնամ ծով։ Որտեղ։ Սևանացավ։ Ինչի Սևանացավ չի։ Բարև ձեզ։ Որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Ճիշտն ասած ես արդեն հանգստանում եմ, որովհետև ես Ամերիկայից եմ եկել Հայաստան, you know, so իմ հայրենիքում եմ ես ու արդեն ինձ հանգիստ եմ այստեղ զգում, որովհետև իրոք վայելում եմ կարոտել էի, շատ վայելում եմ իմ հայրենիքի հողը, water ոնց է, ջուրը, yeah, օդը մաքուր։ Իսկ երբ եք գնացել Հայաստանից։ 2 ամիս առաջ մարտին ենք գրին կարել տնեցքով։ Լավ, ես գնամ դե Republic Square-ը նայեմ էլի։ Շնորհակալություն ձեզ, լավ օր։ Առաջ օրինակ 1000 դրամները օրինակ համար դες ստորագրություն են տալ, պարոն Բարխուդարյանն է ստորագրել, պարոն Բարխուդարյանը իմ քերու համադասարանցին է, ինքը գիտեմ, Ու գիտեք, ես ձեզ ասեմ, որ այնտեղի ծովի աղը բավականին օգտակար է օրգանիզմի համար, այն վիտամինները, որը ստանում է մեր օրգանիզմը։ Դե լսածն է ուրեմն։ Ես դրա ֆուտբոլի ինձ արդեն գժվացրիք, ըննենց չանեք, մի անգամ եք ասեք, կոպ Արևը ինքը արդեն առանձին թեմա է, էլի շատ օգտակար է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այդ ջնջեք էլի ես։ Ես sense բան եք անում, նկարում գցում եք, հայտարարեք եք անում մարդկանց ժողովրդին։ Ջնջեք, ես գիտեք քանի, sense գիտեք քանի անգամ ասած բաներ եք, ոնց էստեղ։ Ջնջիլը։ Ուր ենք ուղիկը։ Ջնջետ զոն ախպեր։ Բաները, շիբինը բերում են Երևանում եւ լցնում են ճանապարհների եզերին, դրանից դեֆիցիտ առճում, թանկացում է, ինֆլյացիա եւ ձեր քունը տանում է, հա, դե նորմալ է, ինքը երեկոյան շատ մարդիկ են քնում, ես էլ եմ շուտ քնում, ես կպահեմ դուք հանգիստ քնեք, հա, ինքը երեկո նորմալ է, ճիշտ պետք է քնես արևի հետ եւ արթնանաս, հա, խաղաղի, ինքը
Նորմալ է, քաղաքները իրանք կյանքով են ապրում, իրանք հաճիշտ է, կան քաղաքները։ Նայում ես առաջին ակումբ ու միշտ ասում ես, բա ես ոնց գամ դահլիճից նայեմ ես սիմպատիշնի դեմքերին, ասում ենք ձևը, ներքևը լինք ադրած, պարզապես գրանցվեք ու եկեք, մուտքը դեռ ազատ է։ Դեռ,